Պարոն Մխիթարյան, դուք Գյումրու ավագան ու արտահերթ ընտրություններում գլխավորում եք Իմ հզոր համայնք դաշինքի ընտրական ցուցակը։ Ինչ ծրագրեր, առաջարկներ ունեք Գյումրու զարգացման եւ գյումրեցիների բարեկեցության համար։ Տեսեք, մեր հիմնական նպատակը Գյումրին դարձնել Հայաստանի ամենաիրադարձային կենտրոնը, որպիսի Գյումրի զբոսաշրջիկների հոսքը գա ոչ միայն ամառվա ամիսներին, այլ ամբողջ 12 ամիսների ընթացքում։ Բացի դրանից, մեր պատկերացումները Գյումրու զարգացման մասին դա ոչ միայն քաղաքի համաչափ զարգացումն է, որպիսի ծայրամասային թաղամասերը համաչափ զարգանան կենտրոնի հետ, այլ ընդհանուր Գյումրու համաչափ զարգացումն է, որպիսի հետ չմնա մայրաքաղաքից։ Սա շատ կարևոր ու կոնցեպտուալ խնդիր է մեր համար։ Դրանից զատ բնակ ֆոնդի արդիականացման մասին ունենք շատ կարևոր ծրագրեր, կտուրների պատշգամբների շքամուտքերի վերանորոգում, 58 թաղամասի անի թաղամասի շենքերի ջերմամեկուսիչ երեսպատման ծրագիր ունենք, որպիսի մեր համաքաղաքացիները ձմեռվա ամիսներին աստղաբաշխական գումարներ չվճարեն ջեռուցման համար։ Ծրագրերը բազմապիսի են կանաչապատման, աղբահանության, տրանսպորտի շարժակազմի եւ տրանսպորտային նոր համակարգի ներդրման վերաբերյալ ծրագրեր ունենք։ Այսինքն գլոբալ առումով այն 9-10 կետերը, որը մենք ներկայացրել ենք մեր ընտրողներին, կոնկրետ վերաբերում են թե քաղաքի զարգացմանը եւ թե քաղաքի արդյունավետ կառավարմանը։ Պարոն Մխիթարյան, հարցազրույցներից մեկում ասել եք, որ Գյումրիում տեղի ունեցող process-ներից կախված է ոչ միայն Գյումրու զարգացումը, այլև Հայաստանի լինելիությունը, հետագա լինելիությունը։ Խնդրեմ փակագծերը մի փոքր բացեք, ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ ես որպես ընդդիմադիր գործիչ ամեն ինչ անելու եմ, որպեսզի Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքում, Հայաստանի մշակութային մայրաքաղաքում, Հայաստանի հայրաքաղաքում իշխող ուժը չկարողանա կառավարման օղակ ձևավորել։ Իմ համար դա սկզբունքային հարց է, ու եթե իշխող ուժը Գյումրիում պարտվում է, վստահաբար Հայաստանի Հանրապետությունում բարձրանալու է վարչապետի այդ անձնավորության լեգիտիմության հարցը։ Անկախ նրանից, թե որ ընդդիմադիր ուժն է հաղթում։ Իմ համար շատ կարևոր է, որ մենք հաղթենք, որովհետև գտնում եմ, որ մեր ծրագրերը ամենաիրատեսականն են եւ ամեն ինչից զատ այն մարդը կամ այն մարդիկ, ովքեր հավաքվել են իմ շուրջ, ինձնից սկսած, կարողանալու են իրենց բոլոր խոստացած ծրագրերը իրականացնել։ Այսինքն մենք այս ընտրություններին մասնակցում ենք հաղթելու միտումով, միանշանակ։ Մենք մրցավազքի դուրս չենք եկել ինչ որ մեկին կողքից ուղակի վազելու համար։ Ոչ, այս սպրինտի մեջ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի ֆինիշին առաջին հասնենք։ Սա մեկ։ Երկրորդը մարտի 30-ի գիշեր արձանագրված ընտրական արդյունքներից հետո այո, գոյություն ունեն երկրորդ սցենար, երրորդ սցենար, բազմաթիվ սցենարներ, որի մասին կխոսենք արդեն ընտրությունների նախնական ցուցանիշները ամփոփելուց հետո։ Խնդիրներից մեկը ամեն ինչից զատ նաև իշխանությանը թույլ չտալ այստեղ կառավարման օղակ ձևավորել։ Վերարտադրվել, հասկանալի է։ Տեսեք, պարոն Չէ, Մխիթարյան, վերարտադրվել, սպասեք, վերարտադրվել է այդ սխալ արտահայտություն է։ Գյումրին 2018 թվականից երբեք չի ունեցել քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ներկայացնող համայնքապետ։ Այսինքն այն ինչ որ տեղի ունեցել վերջի 3 ամսվա ընթացքում, դա ընդամենը իշխանազավթում է։ Իշխող ուժը քաղաքում, Բալասանյան դաշինքը քաղաքապետի գլխավորությամբ ամբողջ կազմով հրաժարական են տվել եւ հեռացել են համայնքապետարանից, այսինքն քաղաքացիական պայմանագիր կուսակցության տվյալ ներկայացուցիչը համայնքի ժամանակավոր պաշտոնակատարն է, ինքը ընտրված քաղաքապետ չի։ հասկանալի է։ Պարոն Մխիթարյան, տեսեք, իշխող ուժը մի կողմից ակտիվ քարոզարշավ է իրականացնում, բայց այն մյուս կողմից ինքը արդեն զբաղված է հակաքարոզով ընդդիմադիր ուժերի նկատմամբ եւ այդ թիրախում նաեւ դուք եք։ Ավելին, հայտարարում են, ես մեջբերեմ, որ դուք ձայներ եք հավաքում Գյումրու նախին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի համար։ Ձեր արձագանքը ինչպիսին է այս հակաքարոզին եւ այս մեղադրանքներին։ Եթե նախկինի մասին են խոսում, ես ձայներ եմ հավաքում Տիգրան Մեծի համար։ Մնացածը հիմարություն է մեկնաբանության
ենթակա չի։ Տեսեք, պարոն Մխիթարյան, Գյումրին բնակչության քանակով Հայաստանի երկրորդ քաղաքն է, բնականաբար մեր հայրաքաղաքն է եւ քաղաքի նկատմամբ հետաքրքրվածությունը շատ է։ Դրա վառ ապացույցը այն է, որ 9 քաղաքական ուժ հայտ է ներկայացրել, որի վերջո հենց ինքը ստանձնի Գյումրու կառավարումը։ Դուք ինչպես եք գնահատում ձեր շանսերը։ Եթե ես իմ կամ իմ թիմի շանսերը ցածր գնահատեի, ես չէի մասնակցի այս ամեն ինչին, ողջամիտ եմ գնահատում ու այս պայի դրությամբ ես վստահ եմ, որ մենք իշխող ուժի հիմնական մրցակիցներից մեկն ենք։ Իդեպ Սարիկ Մինասյանը իրեն որպես մրցակից համարում է Վարդան Ղուկասյանին։ Սարիկ Մինասյանը ինչ ուզում է կարող է համարել, որովհետև մարդ, որը 2021 թվականից խմբագրում է իր ամբողջ կյանքը, Facebook-յան կյանքը, հրաժարվում է օդում կախված այն լուրերից, որ 2017 թվականին եղել է հանրապետական կուսակցությունում եւ այլն, նույնիսկ իր իսկ հնչեցրած ցուցանիշները մի շաբաթվա տարբերությամբ տարբեր թվեր են իրենցից ներկայացնում։ Որ ուժերի հետ եք բացառում միավորումը, համագործակցությունը, քաղաքական տերմինով ասած կոալիցիայի ստեղծումը եւ ինչու, եւ անհրաժեշտության դեպքում կոալիցիա կկազմեք ընդդիմադիր ուժերի հետ, որպեսզի ԿՊ-ն իշխանության չգա Գյումրիում։ Այդ ամեն ինչի մասին մենք խոսենք մարտի 30-ի գիշերը, բայց բացառում ենք միավորումը քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ, բացառում ենք միավորումը այն ուժերի հետ, որոնք հստակ չեն հայտարարել, որ իրենք չեն միանալու քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, բացի դրանից բացառում ենք միավորումը այն ուժերի հետ, որոնք այս վերջին ժամանակահատվածում այս կամ այլ կերպ դիրքավորված եղել են քաղաքացիական պայմանագիր կուսակցության շուրջ։ Դուք ասացիք, որ իհարկե մարտի 30-ից հետո հասկանալի կլինի, թե որ ուժերի հետ օրինակ կհամագործակցեք։ Այդուհանդերձ կան այնպիսի ուժեր ընդդիմադիր դաշտում, որոնց հետ բացառում եք գործակցությունը։ Ընդդիմադիր խոսույթ ունեցող, ընդդիմադիր դաշտի այն ներկայացուցիչները, որոնք հստակ դիրքավորվել են հակաիշխանական սեգմենտի մեջ, ու բոլոր նրանք, ովքեր երբևիցե նկատված չեն եղել քաղաքացիական պայմանագիր կուսակցության շուրջ բոլորը, այսինքն իմ պատկերացմամբ որպես ընդդիմադիր գործչի բան, այսինքն ես իրենց մասին չգիտեմ օրինակ, հա, նման բան, իսկ ես շատ բան գիտեք, ապա այդ բոլոր ուժերի հետ մենք պատրաստ ենք համագործակցել։ Դուք վարչական ռեսուրսի օգտագործման դեպքեր գիտեք։ Բազմաթիվ նման դեպքերի մասին քաղաքում խոսում եմ, բազմաթիվ, որ պոլիկլինիկաների տնօրենները իրենց աշխատակիցներին հրահանգում են անպայման քվեարկել Սարիկի օգտին, որ սոցապի աշխատակիցներին ասված է տարածել Սարիկ Մինասյանի քարոզչական նյութերը, բազմաթիվ նման լուրեր ունենք, բայց կոպիտ ասած այդ ամեն ինչին շատ հանգիստ ենք վերաբերվում, ոչ մի նոր բան տեղի չի ունենում, ընդհանրապես ոչ մի նոր բան տեղի չի ունենում իշխող ուժի գործիքակազմի մեջ, այնպես որ բոլոր այն մարդիկ, այն ընդդիմադիր ընդդիմության ներկայացուցիչները, որոնք մասնակցում են ընտրություններին, իրանք շատ լավ գիտեն ինչի մեջ են մտել ու ինչ ճանապարհով գնում են, սա մեզ համար ոչ զարմանալու խոչընդոտ կարող է հանդիսանալ, ոչ այլ բան։ Դուք հրավիրվել էիք քննչական կոմիտե 2024-ին հարուցված վարչական վարույթի շրջանակում քարոզարշավի ժամանակ այս գործին ընթացք տալը դիտարկում եք որպես ճնշում։ Դե կներեք, եթե 11 ամիս առաջվա վարույթ է, որը տեսեք ինչ է անում այս իշխանությունը, ինքը քաղաքացուց գաղտնի, ինչ որ վարույթներ է ստեղծում, գաղտնի է պահում դա քաղաքացուց եւ օգտագործում է դա քաղաքացու դեմ հենց այն ժամանակահատվածում, երբ որ քաղաքացու համար դա ամենաանհարմար բանն է։ Հիմա դա կարող է տեղի ունենալ 11 ամսվա ընթացքում յուրաքանչյուր ամիս, ոչ այն օրը, երբ որ քարոզարշավի մեջտեղն է, էլի արդեն։ Հիմա եթե սա քաղաքական ուղղորդում չհամարեմ, ինչ պիտի համարեմ։
Հասկանալի է եւ տեխնացուներից մեկը խոսում էր իդեպ, որ ընտրություններին մասնակցությունը հնարավոր է ցածր լինի։ Ձեր արձանագրումները ինչ են ցույց տալիս, կա արդյոք այդ մտահոգությունը, որ մարդիկ հետաքրքրված չեն ընտրական process-ներով։ Չկա նման բան, ես կարծում եմ, որ նախորդ մասնակցությունից ավելի բարձր մասնակցություն ենք մենք ունենալ։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Մխիթարյան։ Ես եմ շնորհակալ։